Ես չեմ բացառում, որ այդպես կարելի է շահկապել այդ խնդիրները, բայց ես նաև կուզեմ սա մասնավոր խնդիր է, այդ մասնավոր խնդրի վերաբերյալ շատ երկար վերլուծություն անելը կարծում եմ որ իմաստ չունի, բայց մեկ բան կարող եմ ասել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև շրջանառությունը կազմում է ավելի քան 12 միլիարդ դոլար, հիշեցնեմ, որ Հայաստանի համախառն ներքին արդյունքը մոտավորապես 27 միլիարդի կարգի է, այսինքն գրեթե համարյա կեսը առևտրի Ռուսաստանի հետ է գալիս, հիմա պատկերացնենք այս իշխանությունների գործունեությունը, այս իշխանությունների քաղաքականությունը Ռուսաստանի հանդեպ այդ թշնամական տրամադրվածությունը հետևանքները շատ լուրջ են լինելու մեր ժողովրդի համար։ Մեր ժողովուրդը այս պայմանությամբ չի գիտակցում, որովհետև ռուսները միշտ փորձել են ձեռնպահ մնալ լուրջ քայլերից, որովհետև այդ քայլերի արդյունքում կարող է ուժվի նաև Հայաստանի ամբողջ ժողովուրդը, բայց ես ուզում եմ որ մարդիկ հասկանան, որ կա ատոմակայանի գործոնը, գազի գործոնը, ընդհանրապես առևտրաշրջանառությունը, նույնիսկ եմ ասում, այդ աստիճանի մեծ քանակը լուրջ ազդեցություն կարող է թողնել հայ-ռուսական, ընդհանրապես Հայաստանի տնտեսությունը կարող է կազմալուծվել միայն մի քանի քայլերի արդյունքում, բայց մեր զրույցները ռուսների հետ իրենք միշտ նշում են, որ իրանք փորձում են տարանջատել Հայաստանը հայ ժողովրդին այսօրվա գործող իշխանություններից, հույս ունենալով, որ այս իշխանությունները ժամանակավոր բնույթ ունեն եւ որից հետո արդեն նորից կվերականգնվեն եւ դրա համար չեն ուզում փչացնել հայ ժողովրդի հետ հարաբերությունները, բայց եթե Աստված չանի, այս իշխանությունը ժամանակավոր չեղավ, ես էլ եմ դա բացառում, ապա ես կարծում եմ, որ Հայաստանի ճակատագիրը եւ Հայաստանի վիճակը ծանրագույն է լինելու, հաշվի առնելով ոչ միայն տնտեսական, սոցիալական, այլ նաեւ անվտանգության խնդիրները։ Սամվել Կարապետյանի մասով կուզեմ ձեր գնահատականը տալ, երկու ամսով վերջինիս ձերբակալել են, եւ սա ինչի ցուցիչ է, նաեւ հետաքրքիր է ձեր տեսակետը այս մասով, հավանական համարում եք գնալ կոմպրոմիսի Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես մենք դրա օրինակով ունենք տեսանել Հայաստանյան ծառայության, թե վերջը մինչև վերջ գնալու է պարոն Կարապետյանը եւ արդյոք համախմբման, սա տրիգեր է լինելու ժողովրդի ակտիվության։ Հարցը բավականին տարողունակ է, շատ հետաքրքիր հարցադրում եք անում, որի պատասխանը հետեւյալ կարող եմ ասել։ Նախ պատճառը։ Շատերը Սամվել Կարապետյանի ձերբակալությունը կապում են հիմնականում այն գործոնն հետ, որ ինքը հրապարակավ աջակցեց եկեղեցուն, բայց իրական պատճառը շատ ավելի խորքային է։ Ըստ էության Սամվել Կարապետյանի ձերբակալության պատվերը եղել է Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Շատերը դեռ չեն գիտակցում, որտեղ մարդիկ վիզուալ են տեսնում։ Մարդը պաշտպանեց եկեղեցուն, միանգամից հաջորդ օրը ձերբակալվեց։ Ընդ որում սա մարդու իրավունքների տեսակետից սա ուղղակի աներևակայելի խայտարակություն է։ Ես ուզում եմ ուշադրության դարձնել նաև Հայաստանում գործող մի շարք արևմտյան դեսպանատներին, Միացյալ Նահանգների, Եվրոմիության, որոնք լուր ծպտուն չեն անում, ես ասեմ, որ ձեր դիրքորոշումը, ձեր այսօրվա պահվածքը հիշելու է հայ ժողովուրդը եւ իշխանափոխությունից հետո դուք այլևս բարոյական իրավունք չեք ունենալու ընդհանրապես խոսել մարդկային արժեքների, ժողովրդավարությունից, որտեղ դուք ոչնչացրել եք այդ արժեքները։ Ես ուզում եմ հիշեցնեմ ժամանակին, երբ որ Նապոլեոնը արշավներ սկսեց Եվրոպայում մեկ, Բեթհովենը գրեց, այսպես ասած, Նապոլեոնի անվան սիմֆոնիա, 3-րդ սիմֆոնիան, երբ որ Նապոլեոնի զորքերը մտան Գերմանիա եւ գերմանական ժողովուրդը կոնկրետ գետնի վրա տեսավ, թե ինչ էր իրենից ներկայացնում այդ ազատագրական բանակը, Բեթհովենը իր սիմֆոնիայի անվանումը Նապոլեոնի անվան վերացրեց, կոչեց հերոսական սիմֆոնիա եւ նույնիսկ հայտարարեց, որ եթե իմ ձեռը լիներ մի sense բան, ես դրան կջարդեի Նապոլեոնի գլուխը։ Հիմա ես ասեմ, որ post-սովետական ժողովուրդները, որոնք մեծ հույս ունեին, որ խորհրդային միության փլուզումից հետո մենք նոր լուսապայծառ դարաշրջան ենք մտնելու, որ մենք բոլորս հավատում ենք իսկապես, որ արևմուտքը, հատկապես այն սերունդը, որ իմ տարիքին է, որոնք իսկապես անկեղծորեն հավատում էին, որ իսկապես արևմուտքից կարող է գալ մի հատ մեծ նոր արժեքների մի հատ դաշտ, որտեղ մենք կարողանանք իսկապես թոթափել տոտալիտար համակարգը նախկին եւ իսկապես ձևավորել դեմոկրատական համակարգ եւ որին պետք է աջակցեին նաեւ արևմտյան երկրները որպես համերաշխություն, մենք այս ամենը տեսնելով ինչ որ կատարվեց այս վերջին տարիների ընթացքում, այս 20-30 տարիների ընթացքում, մենք տեսանք, որ դուք ըստ էության հիտլերյան ռասիստական մոտեցումներից ոչինչով չեք տարբերվում։
Պարզապես Հիտլերը հրապարակավ էր հայտարարում իր ազգը ռասիստական, այսպես դասակարգ մեջ դնում էր արդեն բարձր ռասայի ներկայացուցիչ եւ մնացածներին համարում էր երկրորդական, երրորդական սորտի եւ կոտորածներ անում։ Դուք այդ նույն բանը անում եք մի քիչ ավելի այլ ձևով, հայտարարում եք, որ ձեր այսպես ասած տարածաշրջանը դա մի հատ այգի է, այդ այգին պետք է փայփայեք եւ մնացած բոլոր ժողովրդներին համարում եք երկրորդ, երրորդ սորտի եւ էժանագին սրիկաներին եք ստեղ աջակցում գրանտներով, բաներով, որպեսզի դրա միջոցով դուք ըստ էության այս ժողովրդին տանեք ողբերգությունների։ Այդ նույն ողբերգությունների մեջ հայտնվեցին այլ պոստսովետական երկրները, այդ նույն ողբերգությունների հայտնվել արդեն Միջին Արևելքի ժողովուրդը։ Քրիստոնեական արեալը գրեթե կարելի ասել վերացել է ձեր շնորհիվ, ձեր քաղաքականության շնորհիվ։ Նույնը ինչ որ կատարվեց Իրաքում, Սիրիայում, ինչ որ կատարվում է այսօր Միջին Արևելքում, Պաղեստինում, Գազայում, այն պատերազմը, որ հիմա կա Իսրայելի եւ Իրանի մեջ, դա ձեր արդյունքն է եւ դուք վերջում հատուցելու եք այս ամենի համար, որտեղ առաջին համաշխարհային պատերազմը ձեզանից է առաջ եկել, երկրորդ համաշխարհային պատերազմը ձեզանից առաջ եկել, երրորդ համաշխարհային պատերազմը նույնիսկ ձեզանից է, դուք գենետիկորեն, դուք կոդային իմաստով, դուք ըստ էության իմպերիալիստական նկատմամբ սրիկաներ եք, որոնք դուք այս մարդկության համար չարիքի դեր եք կատարում, ես ուրիշ ձև չեմ կարող ասեմ, որտեղ այն վնասները, որ դուք տվել եք մեր ժողովրդներին, ուղղակի աներևակայելի է։ Մինչդեռ մենք մտածում ենք, որ դուք բերում եք մեզ իսկապես նոր դեմոկրատական արժեքներ, լիբերալ տնտեսություն, իշխանությունների տարանջատում, դատաիրավական ազատ համակարգ եւ այս ամենի արդյունքում ձեր պահվածքը մենք հիշելու ենք հավերժորեն եւ դուք այլևս այդ հիշողությունը մենակ հիշողություն չի լինելու, բայց սա արդեն առանձին խնդիր է։ Դա ինչ վերաբերում է մարդուհինանքների մասին, որ ես արդեն ձեզ չեմ ուզում անդրադառնալ, որտեղ ես նույնիսկ եմ ասում, դե ձեր գնահատականը դաջված է ձեր ճակատի վրա արդեն։ Հիմա ինչ վերաբերում է բարոյական մասին, ըստ էության այսօրվա իշխանությունից ակնկալել բարոյական մոտեցում բնականաբար չի կարելի, որտեղ այս իշխանությունը ցայտնուտի մեջ հայտնված, թակարդի մեջ է հայտնվել Էրդողանի եւ Ալիևի ձեռքում եւ ինքը ամեն ինչ անում է, որպեսզի կարողանա փրկվել, որտեղ շատ լավ գիտի, որ ժողովրդի 90%-ը ատում է իրեն, ինքը շատ լավ հասկանում է, որ ընտրությունները որևէ շանս չունի վերարտադրվելու, ինքը մուրում է փաստացի Էրդողանից եւ Ալիևից մի հատ փաստաթուղթ խաղաղության մասին, որպեսզի այդ փաստաթուղթով կարողանա թմկահարել ժողովրդի մի մասին, այն ամենաթեր զարգացած տգետ զանգվածին փորձել համոզել, որ ես եմ բերել ձեզ խաղաղություն, փորձի կարողանա վարչական հսկայական ռեսուրսներ օգտագործելով նորից կարողանա վերարտադրվել, բայց դա էլ արդեն հնարավոր չի, դա միանշանակ է, եւ բայց տեսնելով այս մարդու վիճակը, փաստացի մուրացկանի կարգավիճակի մեջ հայտնված այս մարդուն, ով 18 թվականին դուխով առաջարկում էր ժողովրդին գնալ, չգիտեմ, մեծ հաջողությունների, հիմա ինքը դուխով փաստացի կզած վիճակով Թուրքիայից եւ Ադրբեջանից պահանջում է, այդ մուրում է այդ թուղթը, այդ թուղթը մուրելու դիմաց Ադրբեջանն ու Թուրքիան առաջարկում են արդեն իրենց մի շարք պայմաններ։ Պայման առաջին՝ փոխել սահմանադրությունը։ Ինքը դուխով փորձում է փոխել սահմանադրությունը հարմարացնելով Թուրքիային եւ Ադրբեջանին։ Երկրորդը՝ վերացնել Մինսկի խումբը։ Ինքը դուխով փորձում է վերացնել Մինսկի խումբը, բայց պայմանը դնում, որ այդ թուղթը տվեք, որ ես նոր վերացնեմ։ Երրորդը՝ ադրբեջանցիների վերադարձ Հայաստան։ Ինքը դուխով համաձայնվել է դրա հետ։ Եվ միայն մի պայման է ասում՝ թուղթը տվեք, ամեն ինչ կանեմ։ Հաջորդը՝ Զանգեզուրի միջանցք, այսպես կոչված։ Ինքը դուխով դրա հետ է համաձայնվել։ Պարզապես ինչպես որ նախկինում խափում էր, ասում էր Արցախը Հայաստանն է եւ վերջ, հիմա դա ասում է Արցախը Ադրբեջանը եւ վերջ, հիմա հայտարարում է Զանգեզուրի միջանցքը դա խաղաղության խաչմերուկ է իրենից ներկայացնելու, որը ինչ որ այս մարդը ասել է, իմացեք 170 ճիշտ հակառակն է լինելու։ Եվ վերջապես երրորդը, ինքը որպեսի կոտրի երկրի ողնաշարը, ժողովրդի ողնաշարը, Թուրքիան ու ադրբեջանցիները պահանջել են ոչնչացնել Հայաստանի հայկական առաքելական եկեղեցին եւ այն ազդեցիկ դեմքերը, որոնք նշանակալի դեր են ունեցել Արցախյան պատերազմի մեջ, դրանք են Սամվել Կարապետյանը, դրանք են Արա Աբրամյանը, դրանք են հայտնի մեր օլիգարխները, գործարարները, որոնք այս 30 տարվա մեջ մեծ ներդրում են ունեցել պատերազմական, օգնել են մեր բանակին, որը ոչնչացրեց Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի Պրահայում հայտարարելով, որ Արցախը Ադրբեջանը եւ վերջ, եւ անամոթաբար հայտարարում է, որ դա ոչ թե Արցախը հանձնել էր, այլ Հայաստանի նոր վերակենդանում։ Իսկ ինքը Հայաստանը արևմտյան Ադրբեջան դարձնելու քաղաքականությունը մարդկանց մտածելով, որ մարդիկ ոչխարներից չեն տարբերվում, հայտարարում է, որ սա փաստացի մենք ազատագրում ենք Հայաստանը, այսպես ասած Հայաստանի կախվածությունից։
կախվածությունը որն է, ինքը ըստ էության Հայաստանը մտցնում է Թուրքիայի տակ, իսկ թե ինչ է նշանակում Հայաստանը Թուրքիայի տակ, այս ժողովուրդը մի անգամ տեսել է 1915 թվականին։ Սա բոլորը հասկանում են արդեն, եթե ինչ որ մի զանգված կար, որ կներեք հետամնաց զանգված էր, թերզարգացած զանգված էր, կարդալ գրել չգիտեր կամ չգիտեմ սարի վրա էր ապրում, նրանք էլ են արդեն նույնիսկ հասկացել, որ ում հետ գործ ունեն։ Եվ ըստ էության այս մարդը պատե տալիս, իրենք արդեն մոռացել են կրթվել են նորաձևեի խնդիրը, սկսել հայախառը ձևակերպներով հանդես գալ, վիրավորում են գրեթե բոլորին, սկսած կաթողիկոսից վերջացած շարքային լրագրողների։ Սա ցույց տալիս իրենց վախի մթնոլորտը, վախը իրենց արդեն ամեն ինչ արել է եւ ըստ էության իրենք պատրաստ են ցանկացած պատվեր կատարել։ Սամվել Կարապետյանի կալանավորումը այդ պատվերի շրջանակում էր։ Սամվել Կարապետյանի հետախուզում տվել էր Ադրբեջանի գլխավոր դատախազությունը դեռ 2021 թվականի հունիսի 18-ին եւ իրենք սիմվոլիկա են սիրում։ Իրենք պահանջեցին, որ հենց մոտարապես հունիսի 18-ին էլ Նիկոլ Փաշինյանը այդ միջազգային հետախուզման հոխուր տալով, ինքը ըստ էության կատարի այդ պայմանը եւ ինքը կատարեց այդ պայմանը։ Ըստ էության այդ պայմանը Նիկոլ Փաշինյանին պետք էր, որպեսզի Թուրքիա իր այցելության ժամանակ հաշվետվություն տար Էրդողանին, որ ես քո պայմանները կատարում եմ, մնում է դու իմ միակ պայմանը կատարես, որպեսզի ես կարողանամ փրկվեմ, վերարտադրվեմ, որպեսզի դուք էլ կարողանաք ձեր ծրագրերը վերջնականապես ավարտեք արդեն Հայաստանում։ Սա էր իր նպատակը։ Այսինքն այն խնդիրը, որ մենք պետք է պաշտպանենք Սամվել Կարապետյանին կամ եկեղեցուն, մենք բոլորս պետք է հասկանանք, անկախ մեր քաղաքական կողմնորոշումից, որ մենք դրանով պաշտպանելու ենք Հայաստանը։ Մենք ըստ էության դրած է ոչ թե Սամվել Կարապետյանի եւ եկեղեցու պաշտպանություն, դրած է Հայաստանի լինել չնելու խնդիրը։ Սա արդեն քաղաքական, գաղափարական խնդիր չէ։ Սա մեր գոյության խնդիրն է։ Սա այդ իմաստով, եթե նախկին շարժումները, չգիտեմ, փրկության շարժում, դիմադրության շարժում, սրբազան շարժում, բոլոր այդ շարժումները վերաբերում էին տարբեր հարցերի շուրջ։ Ղարաբաղը փրկելու հետ կապված, սահմանները ճշգրտելու հետ կապված եւ այլն, այսօր արդեն դրած է Հայաստանի լինել չնելու, այսինքն Հայաստանի փրկության խնդիրը։ Մենք այս անգամ իրավունք չունենք պարտվելու։ Այն սխալները, որ մենք արել ենք, մի կողմ թողնենք, թե այդ սխալները ինչով էր պատճառել, ես չեմ ուզում հիմա անդառնալ դրան, որ այսի մենք կարողանանք այսպես դուրս գանք այդ ներվային եւ այսպես ասած նյարդային վիճակից։ Մենք պետք է իսկապես հետևություններ անենք մեր բոլոր սխալներից եւ մենք կարողանանք այս անգամ այս վերջին փուլը մենք հասնենք հաջողության, որովհետեւ այս փուլը դա Հայաստանն է։ Մեր հետևականությունն է Հայաստանը եւ ուրիշ ոչ մի բան չկա։ Սա Ղարաբաղը չէ, սա սահմանները չեն, սա ինչ որ առանձին անձերը չեն, սա մեր երկիրն է։ Եթե մենք այս հանձնեցինք այս երկիրը, մենք ըստ էության կդառնանք գաղթական, 3 միլիոն գաղթական։ Սա կլինի մեծագույն խայտառակություն։ Մենք 100 տարի առաջ կոտորվեցինք, ցեղասպանվեցինք, դրա համար մեղադրեցինք բոլորին, թուրքերին, ռուսներին, չգիտեմ, եվրոպացիներին, ամերիկացիներին, բոլորին բացի մեզանից, բայց իրականում ցեղասպանվող ժողովրդի առնվազն 50%-ը մեղքը իր մեջ պետք է ման գա, որտեվ այն ինչ որ թուրքերը տեխնոլոգիապես ոչ կոտորում էին մեզ, կոտորում էին մեր գործոնը հաշվի առնելով, այսպես կեղտոտ գյուղապետերին սիրաշահում են, վերցնում էին, համոզում էին, որ ըստ էության իրենք հնազանդ պահեն իրենց գյուղերը, իրենց բնակչությանը, որպեսզի կողքի գյուղը հեշտությամբ կոտորեն, հետո անցնում են մյուսին էին կոտորում, եւ բայց դրա մասին մեր ժողովուրդը չգիտի, որտեվ այս պատմագրությունը, կեղծ պատմագրությունը, որ կա Հայաստանում, այդ դրա մասին չի ասում։ Փարիսիաբար ձևակերպելով, որ չի կարելի մեր պատմության վատ դրսևորումները, վատ երևույթները ներկայացնել, որպեսզի մարդիկ չի հաստատվեն։ Սա կեղծ սուտ մոտեցում է, որովհետև բոլոր ուժեղ ժողովուրդները իրենց պատմությունը անկեղծ ներկայացնում են, որպեսզի պատմության բոլոր սխալները մարդիկ իմանան, որպեսզի այդ սխալները կարողանան ճշտել, ճշգրտելով առաջ գնալ։ Այս ամենակարևոր խնդիրն է։ Ըստ էության, եթե մենք կարողանայինք ճիշտ պատմագրություն ունենանք, մենք Փաշինյաններ չէինք ծնի մեր միջավայրից։ Մեր քաղաքական դաշտում նման տիպի քաղաքական մտածողություններ չէր լինի, դրա խոսույթներ չէր լինի, բայց այդ ամեն ինչը եղավ, որովհետև մենք այս կեղծ մոտեցումով, փարիսիական մոտեցումով մոտեցանք, որի արդյունքում մենք ունեցանք այն ինչ որ ունենք։ Սա ես նույնպես եմ կրկնում, սա մեր վերջին հանգրվանն է, մեր վերջին պայքարն է, բայց ես գրեթե կասկած չունեմ, որ մենք հասնելու ենք հաջողության։ Այդ հաջողության համար մի շարք գործոններ կան, որ ես դա ասում եմ։ Այսինքն, եթե մի նախադասությամբ ասենք, Սամվել Կարապետյանի դեմ այս արշավը, նաև եկեղեցու իհարկե, սա բացառապես լինելու է մեր գոյության համար պայքար, եւ սա ազդակ կլինի ժողովրդի Սա միանշանակ եմ ասում,
Մի շարք գործոններ ես ասեմ, թե մենք ինչ ենք հաղթելու, ինչ ենք հասնելու հաջողության։ Բացի այն բանից, որ սա Հայաստանի լինել չնելու հարցն է, ոչ թե Ղարաբաղի կամ սահմանների խնդիրը կամ չգիտեմ ինչ է եւ այլն։ Նախ եւ առաջ չկա որևէ օբյեկտիվ գործոն Հայաստանի ոչնչացման համար։ Կա բացառապես սուբյեկտիվ գործոն, Թուրքիայի, Ադրբեջանի ցանկությունն է եւ Նիկոլ Փաշինյանի, անձամբ միայն Նիկոլ Փաշինյանի նպատակը փրկվել անհատապես, որտեղ ինքը շատ լավ հասկանում է Հայաստանի գոյությունը իրեն իր քաղաքականապես իրեն վերացնելու է, որտեղ ինքը այն հանցագործությունները, որ կատարվել է իր կառավարման տարիների ընթացքում, ինքը շանս չունի ճողոպրելու այդ իրավիճակից։ Ինքը հասկանում է դա եւ դրա համար իր գոյության համար կենսունակ անհրաժեշտությունը պետք որպեսզի Հայաստանը դարձնի արևմտյան Ադրբեջան։ Արևմտյան Ադրբեջանում իրեն չեն դատելու։ Իրեն փառաբանելու են, ինչպես որ Գորբաչովին այսօր փառաբանում են Գերմանիայում, եվրոպական երկրներում, ասում են ապրի Գորբաչովը, որ կարողացավ խորհրդային միությունը կազմալուծի, եւ ինքը դարձել է ազգային հերոս, հենց Գերմանիայում ազգային հերոս եւ կարծեմ նույնիսկ ցմա ինքը այնտեղ որոշակի պրեֆերենցիաներ է ստանում։ Նույն վիճակի մեջ է Նիկոլ Փաշինյանը, ինքը դարձել է հերոս Թուրքիայի եւ Ադրբեջանի համար, հերոս արևմտյան այն շրջանակների համար, որոնք օր առաջ երազում են, որ Հայաստանը վերանա, որպեսզի ըստ էության այս տարածաշրջանում ձևավորվի միասնական հակառուսական պլազդարմ, այն ինչ որ կատարվում է Իրանում, դրա շարունակությունը։ Սա շատ պարզ խնդիր է, որ մենք բոլորս պետք է հասկանանք։ Բայց հիմա մի կարևոր գործոն, որ նույնպես հուշում է, որ մենք հաղթելու ենք։ Բացի այն բանից, որ ըստ էության արդեն Փաշինյանը ստիպված բաց խաղաթղթերով է հանդես գալիս։ Ինքը բաց խաղաթղթերով ստիպված է արդեն, որտեղ իրեն պարտադրում են, ասում են հայտարարել, տեսեք, օրինակ վերջի հանդիպումից հետո իրենք արդեն արևմտյան ադրբեջանցիների պատվիրակություն են բանարել եւ պահանջում են, որ ինքը հանդիպեր իր հետ։ Ու պատկերացնում եք մենք ուր եք հասել։ Նիկոլ Փաշինյանը 18 թվականին կայացած ուժեղ երկրորդ պետությունը ոչնչացնելուց հիմա հասել է այն բանին, որ իրեն պարտադրում են, որպեսզի իրենքը հանդիպի արևմտյան Ադրբեջանի պատվիրակության հետ։ Դուք հասկանում եք, այդ մարդը, որ քեզ դուխով Մոնթե Մելքոնյանի կերպարով իրեն բերեցին իշխանության, եւ Մոնթե Մելքոնյանի կերպարով մարդը պետք է այսպիսի արդյունք տար։ Սա հայտնի հետախուզական կենտրոնների մոդելներից մեկն է։ Նույնը կարելի ասել Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Զավենիչին սարքել են հակավազգեն Սարգսյան։ Այսինքն սա ըստ էության այս մոտեցումը նույն ծրագրի շրջանակներում է։ Այն հերոսները, որ մենք ունենք հերոսներ, այդ հերոսներին ուզում են վարկաբեկեն հենց այդ կերպարներով, այսինքն իրենք այդ կերպարների մեջ սրիկաների մտցնում են կերպարների մեջ եւ ցույց են տալիս, որ ձեր հերոսները ոչնչություն են։ Սա է ամբողջ խնդիրը։ Եվ իրենք այդ նպատակն իրենք հասել են, մասնակցորեն հասել են, այսինքն մենք իրենք կարողացան վերացնել երկրորդ հանրապետությունը, ոչնչացվեց։ Հայաստանը անպաշտպան է մնացել իր արևելյան հատվածում եւ ըստ էության կանգնած է լրջագույն վտանգի խնդիր, որովհետեւ հիմա արդեն պարտադրում են, որ Զանգեզուրի միջանցքը բացվի եւ ադրբեջանցիները վերադառնան Հայաստան, սա կնշանակի Հայաստանի վերջը, որովհետեւ եթե թեկուզ 100 ադրբեջանցի մտավ Հայաստանի տարածք, ընդամենը 100 ադրբեջանցի Թուրքիան կստանա բարոյական իրավունք պաշտպանելու այդ 100 ադրբեջանցին իր բանակով։ Այդ բանակը ինքը մտցրել է Սիրիայում, Իրաքում, այսինքն ինքը լեգիտիմ իրավունք կստանա Հայաստանում ցանկացած գործողություն կատարելու համար։ Սա է իրենց նպատակը։ Եթե դուք մտածում եք, որ այս նպատակը Փաշինյանի անձնական շահերին հակասում է, չարաչար սխալվում եք, որտեղ Փաշինյանի շահերից բխում է նաև, որ Թուրքիան մաքսիմալ ակտիվ լինի Հայաստանում, որպեսզի իր անվտանգությունը հավերժ լինի։ Սա է ամբողջ խնդիրը։ Բայց ես նույնպես եմ կրկնում, այս ամենը չի լինելու, որովհետև ի վերջո 3 միլիոն ժողովուրդը արդեն 90%-ից ավել հասկացել են, թե ինչ է կատարվում, հատկապես այս վերջի Սամվել Կարապետյանի կալանավորից հետո մեր հարցումները, մեր դիտարկումները, մեր վերլուծությունները, մեր շփումները ցույց են տալիս, որ հասարակության մեջ արդեն մարդ չի մնացել հասկանալ, թե ով է Նիկոլ Փաշինյանը։ Արդեն այստեղ հնարավոր չէ այդ մարդու մասին խոսել, ինքը նախկին է, չգիտեմ ինչ որ, չգիտեմ վատ բաներ են, այդ մարդը միլիարդատեր է, մեծահարուստ է, մեծ բարեգործություններ արել Հայաստանի համար։ Իր հիմնական փողը աշխատել է Հայաստանից դուրս եւ ըստ էության կարելի ասել, որ ինքը մի կոնի վրա դրել է ամեն ինչը եւ ըստ էության զգալով այդ վտանգները ինքը հրապարակավ պաշտպանել է եկեղեցին, փաստացի պաշտպանել է մեր իրավունքը ապրելու համար։ Այս ամենը բոլորի համար տեսանելի է եւ ըստ էության հասարակության մեջ ֆունդամենտալ իրավիճակ է փոխվել, շատ մեծ իրավիճակ է փոխվել։ Մնում է, որ մենք այս իրավիճակում կապիտալիզացնենք։ Իդեպ ես ուզում եմ հատուկ անդրադառնալ նաև այսօրվա իշխող
շրջանակներին, հատկապես շարքային եւ միջին եւ նույնիսկ վերին խավի մի այն մասին, ովքեր որ իսկապես ուզում են ապրել Հայաստանում։ Տեսեք, ես ուզում եմ նորից հիշեցնել մի պատմություն, որ եղավ Վրաստանում։ 2011 թվականի հոկտեմբերի 1-ին Սաակաշվիլին որոշում կատարեց ռեպրեսիաների ենթարկել այն ժամանակվա Վրաստանի միլիարդատեր Իվանիշվիլիին։ Ըստ էության քարտու բանկի հետ կապված մեծ գործեր բացվեցին, փաստացի փորձեցին սննկացնել այդ բանկը, հետո անցան մեծ պատժամիջոցների, մինչև 90 միլիոն դոլարի պատժամիջոցներ դրեցին Իվանիշվիլի վրա, որով ծախսել էր Վրաստանի տնտեսության մեջ մոտավորապես 1 միլիարդ դոլար, դուք պատկերացնում եք դա ինչ է նշանակում։ Իվանիշվիլին ի վերջո տեսնելով այս ամեն անարդարությունը 2011 թվականի հոկտեմբերի 1-ին հայտարարեց, որ ինքը մտնելու է քաղաքականություն, որպեսզի կանխի այն ապօրինությունները, որ կատարում է Սաակաշվիլին։ Հաջորդ օրը Սաակաշվիլին, այսպես ասած, Իվանիշվիլին որպեսզի պատիժ որոշում կայացրեց, այսպես ասած, որ ինքը վերցնի իրենից Վրաստանի այսպես անձնագիր, այսինքն Վրաստանի քաղաքացի Իվանիշվիլին դարձել էր 2004 թվականին, իդեպ Սաակաշվիլի հրամանով։ Եվ Սաակաշվիլին ի պատիժ Իվանիշվիլի այս քայլին որոշում կայացրեց, որպեսզի ինքը ըստ էության չեղարկի իր որոշումը քաղաքացիություն տալու, որպեսզի Իվանիշվիլին չկարողանա մասնակցել խորհրդարանական ընտրություններում։ Եթե մինչև այդ կար բազմաթիվ խայտաբղեկ քաղաքական ուժեր, որոնք պայքարում էին Սաակաշվիլի դեմ, բոլոր այդ քաղաքական ուժերը զրոյացան, բոլորը հասկացան, որ իդեմս Սաակաշվիլի ձևավորվել է մի վրացական մոնստր, որը փորձում է, այսպես ասած, կանխել Վրաստանի զարգացումը, եւ բոլորը կոնսոլիդացվեցին Իվանիշվիլի կողքը, եւ Իվանիշվիլին ընդամենը 1 տարի հետո 2012 թվականի հոկտեմբերին խորհրդարանական ընտրությունների արդյունքում ջախջախից հաղթանակ տարավ Սաակաշվիլիի նկատմամբ։ Վրա ժողովուրդը իր ճնշող մեծամասնությամբ աջակցեց ընդդիմությանը Իվանիշվիլիի գլխավորությամբ։ Իդեպ Սաակաշվիլին աննախադեպ ընտրախախտումներ կատարեց, նույնիսկ սերտիֆիկատներ էր բաժանում մինչև $150 մարդկանց ընտրակաշառքի ձևով, բայց դա չօգնեց, որտեղ վրա ժողովուրդը հասկացավ, որ արդեն Սաակաշվիլիի կառավարումը արդեն սպառված էր։ Իդեպ նշեմ, որ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, Սաակաշվիլին տարածքներ չէր հանձնել։ Ինքը փորձեց տարածքները վերադարձնել, չստացվեց։ Սաակաշվիլիի կառավարման 9 տարիների ընթացքում ինքը միացրեց Աջարյան չէր վերահսկում կենտրոնական իշխանության կողմից։ Փորձեց այսպես վերամիավորել Հարավային Օսիան, դա իրեն չհաջողվեց։ Դրա արդյունքում Վրաստանը կորցրեց Հարավային Օսիան եւ Աբխազիան ոչ միայն դե ֆակտո, այլ նաեւ դե յուրե։ Հենց դրա պատճառով վրա ժողովուրդը ըստ էության մերժեց Սաակաշվիլին եւ Սաակաշվիլին կորցրեց իշխանությունը։ Իդեպ Սաակաշվիլի ժամանակ էլ բազմաթիվ պետական գործիչներ ապօրինություններ էին անում Իվանիշվիլիի դեմ։ Բազմաթիվ կեղտոտ քայլեր էին անում, բոլոր այդ մարդիկ, ովքեր այդ կեղտոտ քայլերն էին անում, այսօր ոդրում նստած են բանտում։ Մինչև 50 մարդ նստած է բանտում Սաակաշվիլի գլխավորությամբ։ Միակ մարդը, որ կարողացավ ճողոպրել դա բանտից դա Սաակաշվիլին էր, այն էլ պայմանավորությունների արդյունքում, հետո ինքը իր հիմարության պատճառով եկավ Վրաստան եւ նորից կանոնավորվեց։ Ես ուզում եմ դա հիշեցնեմ բոլոր քպականներին, ովքեր որ այսօր մտածելով, որ Փաշինյանը հավերժ է, իրենք այդ նույն ապօրինությունները անում են, սկսած դատավորներից, վերջացած իրավապահ համակարգի ներկայացուցիչներից, չգիտեմ, ինչ-որ բանից, պատգամավորներից, բոլոր այդ մարդիկ պետք է հիշեն, որ առնվազն 1 տարի հետո ընտրություններից այլևս Նիկոլ Փաշինյանը չի լինելու իշխանության մեջ, եւ իրենք արդեն հայտնվել են անպաշտպան վիճակի մեջ, եւ իրենք պետք է հասկանան, որ դրա հետևանքն է կլինի շատ վտանգավոր։ Արմեն Աբազյանի օրինակով պետք է բոլորը իրենց քայլը կատարեն։ Սա ամենակարևորն է, որ մարդիկ հասկանան, որովհետև նորից եմ կրկնում, համատել Փաշինյանին Սաակաշվիլիի հետ մեղմ ասած չի կարելի, որովհետև այն հանցագործությունները, որ կատարվել է Փաշինյանի կողմից, ուղղակի աննկարագրելի է, որովհետև նորից եմ կրկնում, Սաակաշվիլին իր մինուսների հետ ուներ նաև պլյուսներ։ Նիկոլ Փաշինյանը պլյուսները չունի։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի վիճակը շատ ավելի ծանր է, եւ ինքը շատ ավելի ծանր հանցագործությունների մեջ է մտնում իր կաշին փրկելու համար, բայց դուք
ձեր կաշին փրկելու խնդիր չունեք։ Դուք եթե ուզում եք ապրել, շարունակել ապրել Հայաստանում, պետք է ձեր մեջ այդ որոշումը կայացնեք։ Արժի մի քանի կտոր հացի համար, մի քանի կտոր, չգիտեմ, բանի համար գնաք այն հանցագործները, որ հիմա դուք կատարում եք։ Չեք ամանչում, որ դուք այն բանը հիմնան վրա, որ դուք այդ մարդուն կանոնավորել եք, դա ես ուզում եմ դատավորին եւ իր շրջապատին ասում, դուք չեք ամանչում, դուք հասկանում եք, որ դուք ինչ հետևանքների կարող եք։ Մարդիկ ըստ էության դա աներևակայել է, բոլորի մասներով դա աներևակայել է։ Նույն քննիչների մասին է խոսքը, նույն չգիտեմ, բոլոր այն մարդկանց, որ այս կամ այն կերպով ասենք մասնակցել են, կամ եկեղեցու դեմ այդ արշավը, խայտարակ արշավ, խայտարակ քստմների արշավ, մարդ, ով նույնիսկ քաղաքացիական ամուսնություն չունի, ել չեմ ասում կրոնական ամուսնություն, իրեն համարում է առաքելական եկեղեցու հետևորդ, պատկերացնում եք, մարդը չունի նույնիսկ քաղաքացիական ամուսնություն, իրեն համարում է առաքելական եկեղեցու հետևորդ, եւ նույնիսկ կարող է հանդգնել խոսալ բարոյականության մասին, ուրիշների մասին, դուք հասկանում եք մենք ուր ենք հասել։ Ու այդ մարդուն դուք ուզում եք պաշտպանել եւ այդ պաշտպանելը անպատիժ մնա, դուք մտածեք դրա մասին։ Նույնիսկ եմ կրկնում, մենք վաղը 1 տարի, առնվազն 1 տարի, մաքսիմում 1 տարի հետո մենք կանոնենք միասնական միջավայր, համերաշխություններ ունելու։ Այդ համերաշխության մեջ լինելու են բոլորը, այդ թվում նաև ԿՊ-ի ճնշող մեծամասնությունը։ Դուք ԿՊ-ի մեջ պետք է դուք որոշում կայացնեք, ով է պատրաստ լինել այդ միասնության մեջ, ով է իրեն դնելու այդ միասնությունից դուրս։ Սա ամենակարևոր խնդիրն է, որովհետև ես նույնպես եմ կրկնում, ատելությունը, այդ զզվանքը, այդ բանը վերանալու է, որովհետև այն ինչ որ մենք ինչ որ գալու է այս ամեն ինչին, դա գալու է իսկապես համերաշխության, սիրո, իսկապես մեծ ազգային միասնության գաղափարով։ Դա շատ կարևոր է, որ դուք հասկանաք, եւ ձեր ընտրությունը այս պայծությամբ սկսվելու է հենց այս պահից։ Թուրքիան մի քանի հայտարարություններ ուզեմ անդրադառնալ։ Թուրքիայի հետ հարաբերությունները սկսում են զրոյական մակարդակից, կարծում ծանոթ արտահայտություն է պարոն Բոզոյանը։ Արաքսից այն կողմ Թուրքիայի Հայաստան չէ։ Ես մի քանի բառով ուզում եմ ասեմ, որ պարզ հասկանանք հետեւյալ տարբերակը, որ այս մարդու գլխավոր այցը Էրդողանի հետ, գլխավոր այցը, այդ թուղթը մուրալն է։ Ուրիշ բան չունի, այդ մարդը ոչ Թուրքիայի հետ կարող է լուրջ հարաբերություններ հաստատել, ոչ կարող է ինչ-որ հալ խնդիր։ Թուրքիան լուրջ երկիր է, Թուրքիան շատ լավ հասկանում է, որ ում հետ ինչ հարաբերություններ պետք է հաստատի։ Մի մարդու, ով զրոյական վարկանիշի սեփական երկրում, մի մարդու, ով ոչինչ չունի տալու եւ ինքը ամբողջովին ոտով ձեռքով կախված է Էրդողանից, Էրդողանը լուրջ կարա այդ մարդու հետ լուրջ բանակցություն վարի։ Սա ծիծաղելի է, պարզապես ուրիշ բան չեմ կարող ասեմ։ Ապագա Հայաստանը իսկապես փորձելու է նորմալ հարաբերություններ հաստատել իր հարևանների հետ։ Պարզապես մի բան կարող եմ ասեմ։ Հայաստանը Թուրքիայի, մենք կողմ ենք, որ Թուրքիայի հետ սահմանները բացվի եւ դիվանագիտական հարաբերությունները հաստատենք, բայց մենք դեմ ենք, որ Թուրքիայի դեսպանը նստի Հայաստանի կառավարության շենքում։ Մենք դեմ ենք, որ Թուրքիայի ներկայացուցիչը դառնա Հայաստանի վարչապետ։ Ինչպես որ մենք էլ չենք հայտ ներկայացնում, որ Թուրքիայի նախագահան դառնա Հայաստանի շահերը ներկայացնող կամ ծագումով հայ մարդ։ Սա շատ կարևոր է, որ մեր բոլոր հարևանները հասկանան, թե մենք ինչ նպատակ ենք հետապնդում։ Գանք այս իրականության մեջ Իրան-Իսրայել այս պատերազմին, Իրանը հրթիռներով եւ կամիկաձե հաղորդաշներով գրոհել է Իսրայելի ամբողջ տարածքը հյուսիսից հարավ, Իրանի պահպանների իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի հայտարարության մեջ է ասվում, Իսրայելը իր հերթին այսպես պատերազմում ԱՄՆ-ի ներգրավվածությամբ ԱՄՆ-ն ավելի կոնկրետ թիրախավորեց միջուկային օբյեկտները Իրանի։ Խնդրեմ այս արգացումները ուր եք անում, սպառնում ես։ Ես նախ սենց ձևակերպեմ, ես շատ ցավում եմ, որ իսկապես Միացյալ Նահանգները մտան այդ պատերազմի մեջ։ Շատ եմ ցավում, որովհետև մեծ սպասում կար, որ Տրամփը, որ ընտրվեց նախագահ, այնր ինչ ծանր պայմաններում ընտրվեց, ինքը իսկապես կդառնար խաղաղության նախագահ, խաղաղության դարաշրջանի նախագահ, որտեվ այն մագա շարժումը, որ ստեղծվեց Միացյալ Նահանգներում, իր ինքում արմատներով շատ առողջ եւ բարոյական մեծ պոտենցիալ ունեցող շարժում էր, եւ ասեմ, որ Տրամփի շրջապատի մոտավորապես ճնշող մեծամասնությունը, եթե ոչ 80%-ը դեմ է եղել այդ միջամտությանը։ Ինչ գործոններ է աշխատել Տրամփի վրա, սա առանձին թեմա է, բայց մի բան կարող եմ ասեմ, սա ճակատագրական սխալ էր Տրամփի համար, որտեղ Տրամփը փաստացի այս իր մուտքով ոչ այնքան փաստացի փորձում է
կարգավորել այս իրավիճակը, այլ փորձում է այսպես ասած փրկել Նետանյահուին այս իրավիճակը։ Նետանյահուն մեծ հանցագործ է։ Այդ մարդը մեծ խնդրեմ ունի իր երկրում։ Այդ երկրում նույնիսկ Բիլ Քլինտոնը վերջերս ինքը խոստովանեց, որ բացացի պատերազմը սկսելով Նետանյահուն փորձում է իր քաղաքական ապագան փրկել, որտեղ իրեն սպասում են դատավարություններ, իրեն սպասում են ինչպես որ Զելենսկին, ինչպես որ Նիկոլ Փաշինյանը, ինքը այդ շարքի մարդ է, ինքը մեծ վնասներ է տվել սեփական ժողովրդին եւ ինքը հասկանում է, որ շանս չունի ճողոպրելու դատավարությունից, որպեսզի կարողանա փրկվել ճավդրով, ինքը փորձում է դառնալ համազգային հերոս։ Ինքը ուզում է ընկալվել այնպիսի մի մարդ, որը Իսրայելի համար այնպիսի մեծ գործ է արել, որ այդ գործի համար Իսրայելի ժողովուրդը ների իրեն մնացած բոլոր իր հանցագործությունների համար։ Բայց ես նույնիսկ եմ կրկնում, սա տուպիկ է, որովհետև Իրանին ոչնչացնելու տարբերակ չկա։ Իրանին ոչնչացնելու պետք է ցամաքային զորքեր ներխուժեն, 90 միլիոնից Իրանի դեմ ցամաքային զորքեր ներխուժել, դուք պատկերացնում եք դա ինչ է նշանակում։ Միտեղ, որտեղ օբյեկտիվորեն Իսրայելը չի կարող ներխուժել, որտեղ ընդհանուր սահման չունի, Միացյալ Նահանգները չեն կարող ներխուժել որևէ երկրից։ Սաուդյան Արաբիան մերժում է դա, Սիրիան թույլ չի տա, Թուրքիան թույլ չի տա, ոչ մի երկիր թույլ չի տա այդ ներխուժման համար, այսինքն փաստացի կարելի ասել որ այդ ռմբակոծությունները մեծ հաշվով իրանք նպատակ ունեն կազմալուծել Իրանի պետական ամբողջ համակարգը, տնտեսական ամբողջ ենթակառուցվածքները, որպեսզի ժողովրդի մեջ առաջանա խորը դժգոհություն, որպես այդ խորը դժգոհության հիման վրա կարողանան իրանք խրախուսեն կենտրոնախույս ուժերին, որպեսզի այդ ազգամիջյան պառակտման արդյունքում կենտրոնական իշխանությունը փլվի։ Սա Միացյալ Նահանգների եւ Իսրայելի գլխավոր նպատակն է, արդեն ոչ մեկ չի կարող դա բանել, բայց միգուցե սա այն նպատակն էր, որ Տրամպը դրել էր ի սկզբանե։ Ես կարծում եմ, որ Տրամպը առաջին ինքը իր առաջ պետք է դնի, որտեղ ըստ էության ինքը մեծ խաչ քաշեց իր քաղաքական ապագայի համար, որին ես շատ ցավում եմ, որտեղ իր կողքը կան շատ լուրջ շրջանակներ, շատ լուրջ դեմքեր, որոնք իսկապես լուրջ մարդիկ են, խոսքը եւ պետնախագահ Վենսի մասին է, եւ Մասկի մասին է, եւ Տուցի Գաբերտի մասին է, եւ նույնիսկ Ռուբիոյի մասին է, այնտեղ գրեթե կարելի ասել այն թիմը, որ հավաքվել էր իր կողքը, իրենք շատ լավ թիմ էր։ Ես ուղղակի ապշած եմ Տրամպի այդ էգոցենտրիզմի վրա, որ ինքը ըստ էության այդ այն ծրագրերն ու նպատակները, որ դրել իր արժան, մի կողմ դրեց եւ հայտնվեց Նետանյահուի թակարդում։ Սա ողբերգություն է, ուղղակի ես ուրիշ բան չեմ կարող ասել։ Ինչ վերաբերում է Իրանի ապագային, ապա ես չեմ կարծում, որ իրանք կարող են հասնել իրենց նպատակին։ Մի շարք պատճառներով։ Մինչև ցամաքային զորք չմտցնեն Իրան, իրանք չեն կարող փլել կենտրոնական իշխանությունը։ Ցամաքային զորքերի մտցնելը դա անիրատեսական է, հույս եմ կրկնում։ 90 միլիոն ժողովրդի դեմ պատերազմ մտնել բանակով, դա կատաստրոֆա է։ Այդտեղ մեծ զոհեր կլինեն, մանավանդ որ նախկինի պես Չինաստանը, Ռուսաստանը երկրորդական, երրորդական երկրներ չեն։ Այսօր արդեն Չինաստանը մեծ զենք ու զինամթերք է մատակարարում Իրանին, Պակիստանի տարածքով եւ օդային տարածքով։ Եվ Չինաստանը շատ լավ հասկանում է, որ ըստ էության ինքը համարում է, որ Իրանի դեմ այդ գործընթացները իր մեկ ուղի, մեկ, այսպես ասած, այդ մետաքսի ճանապարհի դեմ ուղված քայլ է, որով նա կարողանար իր ապրանքների ինքնարժեքը շեշտակիորեն իջեցնել եւ կարողանար մեծ շուկաներ գրավել Եվրոպայում։ Ինքը այդպես է կարծում եւ ինքը ատամներով մինչեւ վերջ պաշտպանել է Իրանին։ Եվ այդ իմաստով Միացյալ Նահանգների նպատակը վերջնականապես կազմակերպել կենտրոնական իշխանությունը Իրանում, դա կյանքի չի հասնելու։ Եվ այն հույսերը, որ Իսրայելը ունի, որ այս արդյունքում ադրբեջանցիները կպորտկան եւ Իլհամ Ալիևի ռեժիմը կաջակցի եւ այսպես ասած իրենք դաշնակից կլինեն, նույնպես կյանքի չի կոչվի, որտեղ նույնպես եմ կրկնում, դրա համար պետք են մեծ խրդժություններ, դրան պետք է որ այսպես ասած իսրայելական եւ ամերիկյան բանակը հայտնվեն Իրանի տարածքում, որը ես բացառում եմ։ Իրանը առաջիկայում ինչ քայլեր կնախաձեռնի բանվորը։ Ես sense ձևակերպեմ։ Ինչպես այսպես ասենք, հա դեռ չբացահայտված խաղաղ։ Տեսեք, հաշվելով այն հանգամանքը, որ այս պատերազմը շատ անսպասելի սկսեցին Իսրայելը, եւ ինչքան հասկանում եմ նաեւ Միացյալ Նահանգները շատ լավ էլ տեղյակ են այս ամենի մասին։ Եվ եթե հաշվի առնենք այն ինչ որ կատարվեց, երբ որ Իրանի տարածքից սկսեցին ռմբակոծել եւ նույնը կատարվեց Ռուսաստանում, բարձ երևում է, որ սա ոչ թե Մոսադի կամ ուկրաինական հետախուզության գործողություններն են, այլ ավելի լուրջ հետախուզության, դա մեկ միասնական կենտրոնից կոորդինացված աշխատանք էր
Եվ դա արդեն տեսնում են եւ ռուսները, եւ չինացիները, եւ պարսիկները, եւ ասեմ, որ հաշվանդրվեց գործոնը, իրենք էլ են ըստ էության վերափոխում այս իրավիճակը, եւ ըստ էության գնում են լուրջ կոնսուլտացիաներ։ Ես գիտեմ, որ առնվազն ռուսները փորձում են համոզել իրանցիներին, որ նրանք չհարված են ամերիկյան ռազմականներին, որպեսզի պատերազմական մեծ բան չբռնկվի։ Միաժամանակ Մակրոնի հեռախոսազրույցում զգուշացրել էր, որ միաժամանակ ես գիտեմ նաև, որ Տրամպի շրջապատում լուրջ դժգոհություն առաջացել Տրամպից, եւ նրանք էլ են ճանաչում, որ Տրամպը սահմանափակ իր քայլերը։ Հիմա ինչպես կավարտվի։ Նետանյահուի երազանքն է, որ Իրանը հարձակվի, խփի ռազմականների վրա ամերիկյան, հետո նրանք է պատասխանեն եւ մեծ պատերազմի բռնկվելու արդյունքում Նետանյահուն դառնա հերոս։ Սա է այդ մարդու նպատակը։ Մենք այդ տիպի Զելենսկի, Նետանյահու, Փաշինյան, մենք այդ մարդկանց տեսել ենք արդեն, մենք այդ մարդկանց բնույթը գիտենք, բնութագրումը արդեն մեր համար պարզ է։ Սա ողբերգություն է, դա աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի մեջ կարող է հայտնվել այս ավանտուրիստների պատճառով, այս կլասի ավանտուրիստների պատճառով։ Սա է խնդիրը։ Շնորհակալություն, պարոն Բոզյան, բայց մինչև ամփոփելու մեր զրույցը մեկ հարցեր կուզեմ դուք հսյանել անդրադառնաք Սանկտ Պետերբուրգում տնտեսական ֆորումը, որ տեղի ունեցավ։ Գիտեք, դրա մասնակցում էր նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, եւ հենց այդ օրը կարծեմ դատարանի որոշումը հրապարակվեց, որ 2 ամսով կալանավորվում է Սամվել Կարապետյանը, եւ Մհեր Գրիգորյանը այնտեղ նստած խոսում էր Ռուսաստանից եկող, այսպես ասենք, ներդրումային ֆոնդի մասին, ինչքան կարևոր է Հայաստանի համար, նաև անակնկալ եկավ եւ Օվերչուկը հստակ ասաց, թե ինչ էր անում Հայաստանի իշխանությունը, թե բաղօրինակ ինչ կարող են ինչ քայլեր անել, եւ այդպես չակերտավոր իրենց արտամարտն անդրադառնալ։ Նախ մի քանի խոսք ասեմ Սանկտ Պետերբուրգի այդ տնտեսական ֆորումի մասին։ Այդ ֆորումը մոտավորապես աշխարհում անվանում են նաև ռուսական Դավոս։ Այդ ռուսական Դավոսում մասնակցում էր ավելի քան 140 երկրից պետական ներկայացուցիչներ եւ բիզնեսի ներկայացուցիչներ, ավելի քան 140 երկրից։ Ցավոք սրտի կարող եմ ասել, որ Հայաստանից կարելի ասել, որ բիզնեսը ներկայացված չէ, նույնիսկ Հայաստանը պավիլյոններ չուներ այնտեղ։ Դա խայտարակություն է, պարզապես Հայաստանը, որ Ռուսաստանի հետ արտադրաշրջանությունը կազմում է 12 միլիարդ դոլար, նույնիսկ պավիլյոններ չուներ, որպեսզի ինքը սա ցույց տալիս այսօրվա իշխանության դեմքն ու դիմանկարը։ Ես ուզում եմ, որ մեր շարքային քաղաքացիները տեսնեն։ Բացի դրանից, այս ֆորումին ռուսական կողմից հրավիրված էին Հայաստանի քաղաքական դաշտից ընդամենը ընդդիմադիր դաշտից ընդամենը 2 հոգի։ Մայր Հայաստանի լիդեր Անդրանիկ Թևանյանը եւ Բարգավաճ Հայաստանի լիդեր Գագիկ Ծառուկյանը։ Իհարկե Անդրանիկ Թևանյանի հրավերը իմ համար իմ ընկերոջը, որ հրավիրեն դա մեծ ուրախություն են կազմում, բայց ես նաեւ տխրում եմ ուրիշ բանի համար։ Ես տխրում եմ, որ փաստացի Հայաստանից ընդամենը 2 լիդերներ են մասնակցում, այլ ոչ թե Հայաստանի ավելի շատ մարդիկ, որ պետք է ակտիվ ներգրաված են այս process-ի մեջ։ Դա նշանակում է, որ մեր քաղաքական դաշտը հիվանդ է։ Դա նշանակում է, որ այդ կոմունիկացիոն կապը աշխարհի հետ մեր քաղաքական դաշտի գրեթե բացակայում է։ Սա ողբերգություն է։ Սա ես ուրիշ բան չեմ կարող ասել։ Իդեպ նույն Մայր Հայաստանի պատվիրակությունը, որ գնաց Դոնբաս, շատերը չէին հասկանում, թե ինչու գնաց Դոնբաս։ Պատճառը հետևյալն էր. Հայաստանի կերպարը Նիկոլ Փաշինյանը ոչնչացրել է։ Հայաստանը կերպար չունի արդեն ոչ արևմուտքում, ոչ Ռուսաստանում, ոչ արևելքում, ոչ իսլամական աշխարհում, ոչ մտեղ։ Ինքը ոչնչացված մուրացկան երկիր է դարձել Նիկոլ Փաշինյանի շնորհիվ։ Եվ Մայր Հայաստանի պատվիրակության այցը Դոնբաս մի նպատակ ուներ՝ ցույց տալու, որ Հայաստանը ունի երկրորդ կերպարը, որ Հայաստանին պետք չի դիտարկել միայն Նիկոլ Փաշինյանի կերպարով, որ Հայաստանը ունի երկրորդ կերպարը տարբերվում է Նիկոլ Փաշինյանի կերպարից։ Եվ այս նույն բանը, որ հիմա այդ ֆորում, որ Մայր Հայաստանը կամ Բարգավաճ Հայաստանի ներկայացուցիչ իրանք մասնակցում էին, նույնպես այդ նպատակն էր հետապնդում, որ մենք ունենք մեր կերպարները, որ այդ կերպարները տարբերվում են Նիկոլ Փաշինյանի կերպարներից, որը շատ կարևոր է, որ մեր հասարակությունը հասկանա դրա կարևորությունը։ Իհարկե, շարքային մարդը դա չի կարող հասկանալ, բայց գոնե այն մարդիկ, որոնք մտածողության ունակություն ունեն, դրանք գոնե պետք է դա գնահատեն։ Դա շատ կարևոր խնդիր է։ Ինչ վերաբերում է Մհեր Գրիգորյանի, այսպես մասնակցին, իհարկե ուրախալի է, որ Հայաստանի իշխանությունը այնուամենայնիվ մասնակցել է այդ բանին, բայց այն ինչ որ լսեց Մհեր Գրիգորյանը այնտեղ պլենար ֆորումում այդ քննարկումների ժամանակ Հայաստանի վերաբերյալ, կարծում եմ, որ ինքը պետք է իր համար հետևություններ անի, որովհետև ըստ էության
Հայաստանի եւ Ռուսաստանի միջև շրջանառությունը, որ կազմում է մոտավորապես $12 միլիարդ, եւ այն քաղաքականությունը, որ անում է այսօրվա Հայաստանի իշխանությունները, ըստ էության խորը հակասում է այն զարգացման պոտենցիալին, որ կա երկու երկրների միջև։ Մեր երկրները շատ լավ հասկանում է, բայց ինքը պետք է իր մեջ այդ որոշումները կայացնի։ Միևնույն է, վաղը մյուս օրը բարենպաստ պայման, եթե Աստված չաներ իհարկե, բարեբախտաբար պես բան չի լինելու, եթե Փաշինյանին հաջողվեր, այսպես ասած, իր նպատակներին հասնել, իր տեղը ինքը բերել էր Արամ Զավենի Սարգսյանին, ինչ որ Թուրքիայի պահանջն է։ Այսինքն ինքը մեր Գրիգորյանը այնտեղ գրավել է, այդ տեղը մնացել է բացառապես այն դրա շնորհիվ, որ դեռ հայ-ռուսական հարաբերությունները ինչ որ ձևով կան։ Ռուսաստանը չի ուզում կորցնել հայ ժողովրդին եւ Հայաստանին, հասկանալով, որ այս իշխանությունը ժամանակավոր է։ Եվ ուրեմն Մհեր Գրիգորյանը պետք է իրեն համապատասխան ձևով պահի եւ համենայնպես համեստությամբ իրեն բանանի եւ ավելնորդությամբ թույլ չտա։ Եվ երբ որ Սամվել Կարապետյանին կանոնավորում են, առնվազն իր կողմից գոնե ինչ որ պետք է մինիմալ գոնե արձագանք կամ առնվազն քայլ պետք է ներել, ոչ թե այն պահվածքը, որ ինքը ունի։ Սա եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնեմ, որ բոլոր պետական պաշտոնյաները այսօր ունեն իրենց ընտրության իրավունքը, թե հետագայում իրենք ոնց են ընկալվելու հայ հասարակության կողմից, որտեղ այս խայտարակությունը, որ հիմա կա, դա խայտարակությունն է, ուրիշ բան չեմ կարող։ Սա նորից եմ ասում, քաղաքական պայքար չէ, ազգային ազատագրական, դա Հայաստանի խայտարակության խնդիրն է։ Այս խայտարակության էջը փոխվելու է, վերանալու է, եւ այդ խայտարակությունը તો բոլորը իրար նայել են երես եւ փորձել են ամոթից ինչ որ գնահատականներ տալ, թե ինչի են իրենք այսպես պահել։ Սա շատ կարեւոր է նաեւ, որ նույն Մհեր Գրիգորյանը իր համար այդ գնահատականի ձևակերպում տա։ Այն թեզը, որ ես ոչ բան չէի կարողանայի, ես ստիպված էի երկուս պայքարում էի, բան չի անցնելու արդեն այս անգամ, որտեվ Հայաստանի կորուստներն այնքան մեծ են եղել, որ դրա արդյունքում պետք է ինքը մտածի այլ հիմնավորումներ, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչի է ինքը այս պահվածքը ունենում։